Ջրի արտահոսքի հետքերով բնակարանա խրոնիկացած խնդիր է, սովորաբար սենց ժամանակները, այսինքն խրոնիկանոմա տակը խոնավությունը նկատում են, հետո ստիպված սալիկ են սկսում կպցնելը, կարծելով, որ կսիրունացնեն, բայց խոնավությունը ժամանակ միշտ բարձրանում է վերև, կոնվեկցիայի պատճառով, խոնավացած այս հատվածները, մի խոսքով վաղուց, այստեղ տանջվում են, այս հատվածները ամբողջովին խոնավագեր, անցել են փորձարկումների սառը ջրից ունեմ անկում, այսինքն ճնշումներով սառը ջրից անկումը, հասկանանք ոնց ենք տեղորոշում։ Տունը ձևափոխած պրոյեկտ ունի, այսինքն հիմնական կենտրոնական գծերից հեռու է, այնպես որ տրասիրովկաներ առայժմ։ Տրասիրովկան անել չստացվեց, խողովակաշարը անհայտ ուղղություններով է գալի, կամ շատ խորն է, գուբկի մեջ է, բավականին մի ժամի չափ փորձեցի իրան տեղորոշեմ, չկարացա տեղորոշեմ, այսինքն ջերմատեսլով միայն տրասիրովկան արդյունք տվեց մենակ այս հատվածներում, այսինքն պատերի մեջ ինքը արտահայտվեց, ստեղից արդեն գալիշնում է հատակի տակ ու այլևս չէր եղում, ըստ երևույթին շատ է խորը մակարդակով գալի ու կորուստն լողացող այս ժամանակ առ ժամանակ էլ իմպուլսներով է թողում, մի խոսքով այստեղ պատվիրատուն որոշեց նյութի կիրառում կիրառեմ, այնպես որ գործը շարունակելի կլինի։ Դե ինչ անցել ենք նյութի կիրառմանը, էլի Fernox F4, մեր նյութի կիրառումը ավարտին ենք մոտեցնում, վերջապես մեր խողովակաշարը երևաց, այսինքն մեր սառը տաք ջրի խողովակներն են, այսպես գալիս են, խոնավացած հանգույցները սրանք էին, խողովակաշարը կողքով անցնում է։ Դե ինչ քիմիոթերապիան ավարտեցինք, հիվանդը կապրի։